ով առաջինը սկսեց, ով ավելի շատ մեղավոր ինքը ինձ ասաց, ուր են գնում։ Բախտիսին ժպտաց, որտեղ թատրոնի ղեկավարն էր Երվանդ Մանարյան։ Լևոն Տեր-Պետրոսյան, Աշոտ Մանուկյան, Ռաֆայել Ղազարյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադյան արտակարգ հետաքրքիր կերպարներ են։ Ավելի հեշտ է դուրս գալ սովետական միությունից, քան սովետական միությունը հանել քո։ Նա, ով որ չի մասնակցել Ղարաբաղյան շարժմանը, չունի սիրտ։ Դուք շատ մոտիկ ընկերություն եք ունեցել Վահան Հովհաննիսյանի հետ։ Մեծ պատերազմ էր հայտարարված։ Ըստ ձեզ նոր է սկսում, այսինքն բայ։ Բարի երեկո։ Այսօր կփորձենք լինել առանց ֆիլտրի եւ ստանալ կարևոր եւ անկեղծ պատասխաններ ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տեխնիկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբայան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Բաբայան, մենք խոսում ենք անցյալից մինչև ներկա, եւ հաղորդում հիմնականում սկսում ենք մասնագիտության ընտրությունից։ Դուք մասնագիտությամբ առաջին մասնագիտությամբ լեզվաբան եք, պարոն Բաբայան, ավարտել եք Բրյուսովի համալսարանը։ Ով ձեզ տարավ կամ ինչը տարավ ձեզ դեպի լեզվաբանություն եւ Բրյուսով եւ հետո ոնց հայտնվեցիք արդեն թատրոնում, պարոն Բաբայան։ Շատ բան մեր կյանքում հանկարծակի է լինում։ Ես առաջի կրթությամբ ավելի շատ բանասեր եմ եւ սիրում էի գրականություն դպրոցում եւ անկեղծ ասած շատ մեծ ուշադրություն չէի դարձնում, թե ինչ մասնագիտություն պետք է ընտրեմ, բայց որոշեցի ընտրել այնպիսի ոլորտ, որը կապված կլինի, այսպես ասած, գիրք կարդալու հետ։ Ընտրեցի Բրյուսովի ինստիտուտը, այն ժամանակ ինստիտուտ էր, ընդունվելուց հետո նոր իմացա, որ այն մանկավարժական ինստիտուտ է, չգիտեի նույնիսկ։ Բայց համարում եմ, որ ճակատագիրը շատ լավ վարվեց իմ հետ։ Որտեղ Բրյուսովի ինստիտուտում ես հանդիպեցի մի մարդու, Կարեն Սապարով, նա դասավանդում էր 19-րդ դարի ռուս գրականությունը, ազնվական էր, հայրը եւ ընտանիքը ժամանակին աքսորված են եղել ստալինյան տարիներին, եւ այդ մարդը ինձ սովորեցրեց վերլուծել, մտածել, եթե կարելի է, կոնկրետ կապը դասական գրականության եւ այսօրվա կյանքի հետ, այդ կամուրջը ինքն ինձ ցույց տվեց ինչպես է կառուցվում։ Ես շատ շնորհակալ եմ ճակատագրիս եւ այդպես կարծես թե գնում էր, սկսեցի գրել նաեւ դիսերտացիա, արդեն հանձնում էի տեխնոլոգիական մինիմումները, բայց գնացի բանակից առաջ Քարակերտ գյուղում դաս էի տալիս, մոտ 2 ամիս, հետո գնացի սովետական բանակից հետո վերադարձա եւ ինձ պետք էր ինչ-որ միտեղ, որտեղ ես կարողանայի շարունակել աշխատել դիսերտացիայիս վրա։ Ես ընդունվեցի տեխնիկային թատրոն, որպես գրական մասի վարիչ, այդտեղ էլ բախտիսին ժպտաց, որտեղ թատրոնի ղեկավարն էր Երվանդ Մանարյան, մի հրաշալի անձնավորություն, մեծ արվեստագետ, արտակարգ հումորի տեր մարդ, որը սիրում էր կյանք, ապրում էր կյանքով, երբեք թաքծով հետ չէր նայում, եւ այնպես ստացվեց, որ մի որոշակի ժամանակից հետո ես ավելի շատ տարվեցի հենց տեխնիկային թատրոնով արվեստով։ Թատրոնով ընդհանրապես հետաքրվում էի, տարված էի, որտեղ հայրս դրամատուրգ էր, թատերագետ էր, երկար տարիներ Պարոնյանի թատրոնի տնօրեն գեղարվեստական ղեկավար էր, հետո Հայաստանի թատերական գործիչների միության նախագահի առաջ տեղակալն էր։ Մի խոսքով ես շփվում էի թատրոնի, այո, հա, բայց թատերական ասպարեզում պետք է ասեմ, որ իմ ուսուցիչ իհարկե Երվանդ Մանարյանն էր։
2 տարի աշխատելուց հետո, շփվելուց հետո ես հանգարցակի հասկացա, որ կարող եմ եւ չգրել դիսերտացիա։ Իրեք իմ դիսերտացիայի թեման Լև Տոլստոյն էր։ Իսկ Լև Տոլստոյն մի շատ լավ խորհուրդ գրողներին երիտասարդ։ Ասում է՝ մի գրի, երբ որ ուզում ես գրել, մի գրի, երբ որ շատ ես ուզում գրել, կգրես այն ժամանակ, երբ որ չես կարողանա չգրել։ Ու ես հասկացա, որ ես կարող եմ չգրել դիսերտացիան, կարող եմ գրել, կարող եմ չգրել։ Իսկ թատրոն սիրել եմ դեռ երեխա ժամանակ, աշակերտ, միշտ ինչ-որ բաներ էի բեմադրում, դպրոցում մի դասարանում, մի ուրիշ դասարանում, ընկերներից հետ միշտ ինչ-որ բան էի բեմադրում։ Եվ որոշեցի զբաղվել այդ մասնագիտությամբ։ Պարոն Բաբյան, կարող ենք ասել, որ Երվանդ Մանարյանն է եղել ձեր թատրոնում ձեր ուսուցիչը։ Այո։ Եվ մի հատ էլ հետաքրքիր խոսք ունենք, որ ասում եք, դուք ասում եք ինքը եղել է իմ ուսուցիչը, բայց ինքը ինձ չի սովորացրել։ Ես իր հետ զրուցել եմ։ Մենք ունեցանք զրույցներ։ Զրույցների կարևորության մասին էլ կասեք դետալային։ Շատ կարևոր էր։ Ամեն օր ես բարձրանում էի իր մոտ, իր կաբինետ, մենք խոսում ենք ամեն ինչ կյանքից, աշխարհից, քաղաքականությունից, թատրոնից, գրականությունից, մարդկային հարաբերություններից։ Վերջ-վերջո թատրոնը այդ ամեն ինչի մասին է։ Այդ ամեն ինչ տեղավորվում է թատրոնի մեջ։ Եվ ես միգուցե շնորհիվ հենց Երվանդ Մանարյանի սկսեցի հասկանալ, որ թատրոնը արտակարգ կենթանի օրգանիզմ է։ Երևի ժամանակի հետ այդքան է կապված, ինչպես ոչ մի ուրիշ արվեստի ձև։ Թատրոնը չունի անցյալ, չունի ապագա, ունի միայն ներկա։ Այսօր դու հետաքրքիր եղավ, այսօր հանդիսատես արձագանքեց քո արվեստին, հաջողվեց։ Եթե ոչ, վաղը դա հնարավոր չի։ Դու չես կարող այսօր բեմադրել վաղվա համար, քո հանդիսատեսը այսօր է, որտեղ հանդիսատեսը նաև թատրոնում ներկայացում ստեղծող կարևորագույն օղակներից մեկն է։ Իրականում այդ ամբողջ ստեղծագործական խումբը, դրամատուրգը, ռեժիսորը, դերասանները, կոմպոզիտորը, նկարիչը եւ այսօր նաեւ ուրիշ ծառայություններ, որոնք աշխատում են թատրոնում, մենք արտեֆակտ, վերջնական արվեստի գործ չենք պատրաստում։ Մենք եթե կարելի ասել պատրաստում ենք կիսաֆաբրիկատ, որը դառնում է արտեֆակտ հանդիսատեսի օգնությամբ։ Հանդիսատեսը երբ որ նայում է։ Երբ որ նայում է, երբ որ արձագանքում է, երբ որ նաև միանում է հանդիսականի երևակայությունը։ Դրա համար ես շատ եմ սիրում այն ինչ որ կոչվում է ստեղծագործական ներկայացումներ, որոնք իրականում ուղղված են յուրաքանչյուր հանդիսականին։ Եվ կարող են իրար կողք նստած հանդիսականները շատ տարբեր ընկալում ունենալ, եւ դա խոսում է ոչ թե ներկայացման թերի լինելու մասին, այլ հակառակ ներկայացման գերազանց լինելու մասին։ Ես միշտ հայմատել եմ թատրոնը որպես իդեալական արվեստի դեր երաժշտության հետ, լավ երաժշտության դասական։ Եվ եթե մենք փորձենք անդրադառնալ, թե ինչպես է երաժշտությունը ազդում մեր վրա, մենք կտեսնենք, որ լսելով նույն երաժշտությունը մենք տարբեր մարդիկ ունենք շատ տարբեր ընկալումներ, շատ տարբեր պատկերներ են մեր մոտ ստեղծվում, շատ տարբեր զգացմունքներ են մեր մոտ արթնանում, լավ ներկայացումը այդպիսին է։ Այ երևի սրա արդյունքում ես հետո երբ ընդունվեցի Մոսկվա սովորելու գիտիս ինձ դաս են տվել փայլուն ռեժիսորներ, համաշխարհային մեծություններ, Անատոլի Վասիլև, Anatoly Efros, Մարկ Զախարով, Ռեստեգադ, մի խոսքով շատ տան, Միխայել Թումանիշվիլի եւ այլն, բայց ուսուցիչը միևնույն է Երվանդ Մանարյանն է, որտեվ ուսուցիչը նա է, ով բացում է դռները դեպի այդ արվեստ։ Թե այդտեղ դու ինչ դեպի այդ դասարանը, ասենց ասեմ, թե հետո դու այդ դասարանում ինչ կսովորես, դա արդեն քոնն է եւ եւս մի շատ կարեւոր բան, որը կարծում եմ վերաբերում է բոլորին։ Սովորեցնել ամեն ինչ հնարավոր չէ, բայց կարելի է սովորեցնել եւ ցանկություն արտնացնել սովորելու։
Եվ մենք այդ ժամանակ, երբ որ մենք զգում ենք այդ սովորելու կայֆը կներեք, մենք սովորում ենք մինչև կյանքի վերջ։ Եվ ինչքան շատ է սովորում, այդքան տեսնում ես, որ ավելի շատ նոր հորիզոններ են բացվում, եւ եւս մի գաղտնիք կա, սովորելու ցանկությունը երիտասարդության նշան է։ Նրանք ովքեր համարում են, որ նրանք արդեն գիտեն, ամեն ինչ սովորելու բան չունեն եւ եկել է ժամանակը ուրիշներին սովորեցնելու, նրանք այլևս երիտասարդ չեն։ Նրանք վերացած են անկախ տարիքից։ Դուք հիմա դրանք փոխանցում եք նոր սերնդի բան։ Հիմա դասավանդում եք են։ Այո, ես հենց այդ 3 հատկանիշն եք փոխանցում։ Գիտեք ինչ, ես նույնիսկ չգիտեմ, թե ով ումից ավելի շատ է սովորում։ Որովհետեւ իրականում ես զբաղվում եմ արվեստի այնպիսի ոլորտով, թատերական արվեստ, որը հենց այս ժամանակի մեջ է։ Այս ժամանակը լավագույնը զգում են երիտասարդները։ Նկատի ունեք դուք եք իրանցից սովորում։ Ես իրանց սովորում։ Եթե չլինեն այդ երիտասարդները, գուցե իմ ընկալումը այսօրվա ժամանակի կլիներ շատ ավելի թերի։ Երիտասարդներն են, որ տալիս են հնարավորություն քեզ ավելի ճիշտ ընկալել այսօրվա ժամանակ։ Ինչու հաճախակի տարիքով մարդիկ հիշում են որպես իդեալական անցյալ ժամանակները։ Որտեղ եղել են երիտասարդ։ Որտեղ եղել են երիտասարդ։ Ինչու իրենք չեն ընկալում այսօրվա ժամանակը հաճախակի, որտեղ նրանք չեն շփվում երիտասարդների հետ։ Իրանք փորձում են այսօրվա ժամանակը ընկալել մարդկանցից դուրս։ Իսկ եթե ձեր նախորդ ասացին պրոյեկտ ենք, այսինքն եթե իրենք սկսեն սովորել, ավելի կերիտասարդանան եւ ավելի շուտ եւ լավ կմերվեն երիտասարդների հետ։ Հա, մենք փորձում ասել սովորել ինչ է նշանակում, ըստից։ Սովորել նշանակում որ կյանքը հետաքրքիր է։ Ու միշտ նոր հորիզոններ բացելու հնարավորություն կա։ Եվ ես ասեմ սովորելու մասին, ես նկատի չունեմ, որ ինչ-որ դասագիրք ես վերցնում, սկսում ես սովորել։ Սովորել կարելի է ամեն ինչից, սովորել կարելի է բնությունից, սովորել կարելի է կենդանի աշխարհից, սովորել կարելի է արվեստի տարբեր ճյուղերից, սովորել կարելի է դժբախտության վրա, ողբերգության վրա, ուրախության վրա։ Սովորել հասկացողությունը նշանակում է բաց աչքերով ապրել։ Սունկի պես վերցնել քո մեջ ամեն ինչ, բայց կզմել եւ տալ միայն լուսավորը։ Բաբան, գանք մի քիչ քաղաքականացնենք թատրոնը, գանք թատրոն քաղաքականությանը հաճախ, երբ որ մենք կողքից ենք նայում կամ ընդհանրապես հասարակության անդամները քաղաքականությունն են կողքից նայում, ունենք այսպիսի արտահայտություն, դե սա թատրոն է, ու նմանեցնում են քաղաքականությունը թատրոնին։ Նախ ինչքանով է նման քաղաքականությունը թատրոնին եւ ինչքանով է տարբեր քաղաքականությունը թատրոնից։ Շնորհակալություն։ Նախ ամբողջ կյանքը թատրոնն է, պարզապես կա լավ թատրոն ու վատ թատրոն։ Ընդհանրում որ կյանքը թատրոնն է եւ մարդիկ դերասանները դա ինչ չի պատկանում այդ նախադասությունն էլ Շեքսպիրին։ Եվ եկեք անկեղծ խոսենք, յուրաքանչյուրս խաղում ենք կյանքում մի կերպար։ Մենք ինքներս ենք ստեղծում մեր կերպարը։ Մենք ինքներս ենք ստեղծում այնպիսի կերպարը, որով մենք ուզում ենք Երևան շրջապատին։ Մենք խաղում ենք, մենք որոշակի դեր ենք կատարում։ Եվ կյանքը դա այն բեմն է, որտեղ մենք դա կարողանում ենք իրագործել եւ պարզվում է առավել եւս հանրային կյանքը, որ ամբողջովին կառուցված է թատերական սկզբունքներով, կանոններով։ Եվ նրանք են այս կյանքում կարողանում, ասենց ասեմ, ունենալ հանրային որոշակի ազդեցություն հանրության հնարավորին չափ լայն շերտերի վրա, ովքեր տիրապետում են այդ թատերական արվեստի կարևորագույն սկզբունքներին։ Որոնք են սկզբունքները։ Մի քանի կարևոր սկզբունք։ Առաջինը դա հետաքրքիր գաղափարներ։ Երկրորդը դա նոր ձև։ Ընդ որում նոր ձևը շատ կարևոր է արվեստի բոլոր ճյուղերում։ Ես չեմ հիշում մեծերից ով էր, բայց շատ ճիշտ բաներ ասել, եթե Ռաֆայելը ծնվեր 19-րդ դարի վերջում, ավելի ստեղծագործեր 20-րդ դարի սկզբում, նա կլիներ իմպրեսիոնիստ։ Ժամանակը թելադրում է
համապատասխան ձև։ Դժվար է պատկերացնել միջնադարում Պիկասո։ Երրորդը շատ կարևոր։ Խարիզմատիկ դերակատարներ։ Նրանք, ովքեր հավակնություն ունեն շփվել հանրության հետ, պետք է լավ տիրապետեն դերասանական արվեստին, նրանք պետք է լինեն հետաքրքիր, նրանք պետք է համապատասխան էներգետիկա փոխանցեն, նրանք չեն կարող կարդալով կամ անգիր արած տեքստով դառնալ հրապուրիչ, իրենց ասածը պարզապես չի ընկալվի, նույնիսկ եթե այնտեղ խելոք մտքեր են։ Եվս մի շատ կարևոր բան թատերական արվեստի։ Ես ասացի արդեն, որ առանց հանդիսատեսի մեր արած գործը կիսատ է։ Իսկ ինչպես մենք կարող ենք դարձնել հանդիսատեսին կամ լայն զանգվածներին մեր գաղափարների, մեր սկզբունքների, մեր զգացմունքների կրողը։ Միայն ցույց տալով իրանց, որ մենք իրենցից մեկն ենք։ Մենք հավասար ենք։ Ինչն ենք հավասարվենք կամ Իհարկե, իսկ չի իջնենք, գուցե բացառանք հավասարենք։ Համենայն դեպս մենք պետք է լինենք նույն դաշտում։ Եթե մենք իջնում ենք, ասում ենք, Գյորգյան, դու միայն դու, ես ոչինչ չեմ ներկայացնում, քեզ կասեն, դե ոչինչ չես ներկայացնում, գնա մի կողմ։ Եթե դու ասես, դե լսեք ժողովուրդ, ես ձեզ ինչ հանճարեղ մտքեր եմ ասում, լավ էլի։ Պետք չի։ Ինձ պետք է իմ մտքերը ես տեսնեմ ունեն իրանք արդյոք կյանք պահանջված են, պահանջված չեն, ինչքանով են նրանք արձագանքում, ինչքանով եմ ես արձագանքում դեր մտքերին, հավասարը հավասարի պես։ Չի կարելի ավելի բարձր դասել քեզ, քան հանրությունը, նույնիսկ եթե կյանքը տալիս է դրա բազմաթիվ ապացույցներ։ Միևնույն է, եթե դու ուզում ես լսելի լինես, մենք քո հետ պետք է գտնվենք նույն հանրության, նույն հարթության վրա։ Կարող եմ բերեմ նույնիսկ մի քանի օրինակներ, եթե դες հետաքրում է, որտեղ առարկայական ավելի ճիշտ կլինի։ Հա, հանրային շարժումները Հայաստանում սկսվեցին 88 թվականից։ Մենք գիտենք, հա, Ղարաբաղյան շարժում եւ այլն։ Նայեք, հիմա ես հերթով կասեմ այն բոլոր սկզբունքները, որոնց մասին նոր ասացի, հա, նոր գաղափարներ։ Ղարաբաղյան շարժումը դա նոր գաղափար էր, որը համախմբեց մարդկանց, բայց ոչ միայն այդ գաղափարը, նաև ձևը, հանրահավաքներ, հա, ազատության հրապարակում, որ այդ ժամանակ օպերային հրապարակ է, բացարձակապես նոր ձև, ինչ որ այդ երկրում, փակ երկրում, նաև ինչ որ պաստառներ, ազատ խոսք մարդկանց, վերաքննված խոսք, դերակատարներ, խարիզմատիկ կերպարներ։ Ես հիմա կարող եմ անուններով ասել Լևոն Տեր-Պետրոսյան, Աշոտ Մանուկյան, Ռաֆայել Ղազարյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան արտակարգ հետաքրքիր կերպարներ էին, որոնք վարում էին այդ մեկը ամեն մեկը իր ձևով։ Եվ նաև հանրության համար անկարելի զգացմունքային թատերական ամենաճիշտ մոտեցումը հրապարակում դու պետք է մարդկանց սիրտը գրավես, հոգին գրավես, միտքը հետո կսկսի աշխատել, բայց եթե դու քո ելույթները արձագանք չգտան սրտի մեջ, միտքը երբեք արձագանք չի գտա։ Այսինքն սկզբից ազդել էմոցիոնալ կերպով, հետո իհարկե։ Եվ նայեք, այդ երևույթից հետո բազմաթիվ էլի շարժումներ ընդդիմության կողմից, որոնք փորձում էին կրկնել նույն ձևը, չստացվեց։ Ոչ մեկը նույնն էին անում։ Ժամանակ անցավ։ Պետք է նոր գաղափարներ։ Հաճախակի մեր ընդդիմությունը բերում էր 5 գաղափարներ։ Եվ մինչև հիմա հաճախակի այդպես է կրկնվում եւ ասում ենք, բայց մենք տալիս ենք ազգային գաղափար, բայց դուք 5 գաղափարներ եք բերում, 5-ը չի կարող լինել ազգային։ Ազգայինը նաեւ որ առաջընթաց ունի իր մեջ, որը որակ ունի իր մեջ։ Կատարելագործվել է։ Իհարկե, որտեվ ազգն էլ է փոխվում, աշխարհն էլ է փոխվում, խնդիրներն են փոխվում, շրջապատը է փոխվում, ամեն ինչ փոխվում է, դու փորձում ես ասել, ես այս փոփոխությունները չեմ նկատում, ես ուզում եմ մնամ այնտեղ 100 տարի հետ, 100 տարի առաջ ոչ ոք չկա, ոչ ոք այլևս չկա։ Եվ այսպես տարիներ շարունակ,
ամեն մի ընտրություններից հետո փորձում էին կրկնել կարծես թե այն 88 թվականի ձևերը ոչ մի չէր ստացվում։ Եկավ 2018 թվականը։ Եկան նոր գաղափարներ, հա, ժողովրդավարություն, հավասարություն, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն եւ այլն։ Եկավ նոր ձևը։ Այդ շարժումը, հա, ոչ թե միտեղ հավաքվել, այլ փողոցներով ման գալ, այստեղ փակել, այստեղ բացել, բացարձակապես նոր անծանոթ ձև եւ շատ հետաքրքիր։ Չկրկնված։ Եղավ նոր խարիզմատիկ լիդեր եկավ, որը հրապուրիչ էր առաջին հերթով իր խարիզմայով, կարողանում էր գտնել այդ կոնտակտը մարդկանց հետ, առաջին հերթին զգացմունքային։ Ես ձեզնից մեկն եմ ասում էր նա, ես ձեր հետ միասին եմ ման գալիս, ես ձեր հետ միասին տուժում եմ, ես ձեր հետ միասին մրսում եմ, ես ձեր հետ միասին ծառավ եմ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես հրապուրեց, հետո փորձեցին էլի կրկնել նույն ձևը։ Հիշեք Բագրատ Սրբազանի շարժում, հա, էլի փողոցով ման գալ կամ դրանից առաջ չաշխատեց։ Նոր ձև են պետք, նոր գաղափարներ են պետք, նոր լիդերներ, խարիզմատիկ տաղանդավոր մարդիկ են պետք, եթե դուք ուզում եք իսկապես որ լինի հանրության արձագանք։ Մինչև դուք չկարողանաք հանրության մարդու, յուրաքանչյուր մարդու սիրտը շահեք, դուք չեք կարողանա միտքը փոխանցել։ Բերեմ նույնիսկ ժամանակակից թատրոնից մի բան, այսօրվա մենեջմենտի հետ կապված։ Հետաքրքիր է համեմատությունը։ Հա։ Շահում են այն թատրոնները մեր, ուրեմն դարում սոցցանցերի եւ որոնք սկսում են յուրաքանչյուր հանդիսատեսի հետ հենց սոցցանցերով առանձին խոսել։ Տոմս վաճառելուց, գովազդանելուց եւ հանդիսատեսը դեռ թատրոն չեկած, արդեն զգում է իրեն ուշադրության կենտրոնում։ Դու իր կարծիքն ես հարցնում, ներկայացումը այցելելուց հետո, դու իրեն առաջարկում ես ինչ-որ նոր ներկայացնել, դու հարցնում ես իր ճաշակը, որպեսզի իր ճաշակին համեմատ իրեն խորհուրդ տաս, որ ներկայացումը նայ, սա ժամանակակից մենեջմենտի պարտադիր գործոնն է։ Ինչպես ապրանք վաճառելուց ֆիրման կարծես թե խոսում է յուրաքանչյուր պոտենցիալ գնորդի հետ, նույնը անում ենք մենք, նույնը պետք է լինի քաղաքականության մեջ։ Սկզբունքները նույնն են, իսկ սա եւս թատերական սկզբունք է։ Յուրաքանչյուր այցելու, յուրաքանչյուր հանդիսատես քո համար արժեք է։ Դու պետք է կարողանաս գրավես իր սիրտը, որպեսզի լինես իր համար հետաքրքիր։ Մի հատ ուրիշ հարց տամ էլի, պարոն Բաբայան, արժե համակարգային եւ հանրային ընկալման առումով, նայեք, արևմտյան համակարգերը անհատա կենտրոն են։ Սովետական եւ պոստսովետականում մուտացիայի է ենթարկը, բայց հիմնականում կենտրոնական դեր ունի պետությունը։ Անհատի դերը նվազեցված է։ 90 անկախությունից հետո այս էվոլյուցիան եւ ռևոլյուցիան մեր մոտ ոնց ընթաց է, պարոն Բաբայան, եւ հիմա ինչ փուլում ենք մենք։ Լավ հարց է։ Շատ կարևոր հարց է, կարծում եմ։ Գիտեք, նույնիսկ այսպիսի խոսույթ կար, որ ավելի հեշտ է դուրս գալ սովետական միությունից, քան սովետական միությունը հանել քո մեջ։ Եվ այստեղ դուք ճիշտ համեմատություն բերեցիք դեպի անհատ ուղղված քաղաքակրթություն եւ այսպես ասենք անհատը արհամարող քաղաքակրթություն, եթե դա երկի կարելի է քաղաքակրթություն դրել։ Բայց երբ դու արհամարում ես անհատը, դու այդ անհատի տեղը ինչ-որ բանով պետք է լրացնես։ Եվ դու դա լրացնում ես ազգով, ժողովրդով, պետությունով, որ սա է կարող, եւ պարզվում է, որ հանուն ժողովրդի սովետական միությունում ամեն ինչ արվում էր հանուն ժողովրդի։ Կարելի է ժողովրդին մի քանի տասնյակ միլիոն պարզապես կործանել։ Այն ինչ որ արվեց այդ համակենտրոնացման ճամբարներում, կամ նույնը կատարվում էր Գերմանիայում, հանուն ազգի, հանուն գերմանական ազգի, եկան հասան կործանման։ Եթե ինչ որ արվում է հանուն անհատի, եթե մարդու կյանքը մեծագույն արժեք է, դու չես կարող կյանքը զոհաբերել ունենալով մարդու կյանքը որպես մեծագույն արժեք։
Ինչու եվրոպական երկրները եւ հետո նաեւ մենք հրաժարվեցինք մահապատժից։ Այդ կյանքը դու չես տվել, որ այդ կյանքը վերցրես։ Նույնիսկ եթե մարդ մեծագույն հանցագործ է։ Ուրիշի կյանքն է վերցրել, հա։ Այո, նույնիսկ եթե այդպես է։ Սա շատ կարևոր է, սա մտածողության հարց է, սա արժեքային հարց է։ Եվ երբ որ մարդը դառնում է քո համար մեծագույն արժեք, արդեն ամեն ինչ որ դու անում ես, դու այսպես ասած այդ անկյան տակ ես նայում։ Այդ օբյեկտիվում իրան ես պահում։ Այո, իսկապես այն ինչ որ դու անում ես, այդ կյանքը պաշտպանելու համար ես անում, թե այդ կյանքը դու արհամարում ես։ Եվ մենք կտեսնենք, որ իրականում, եթե խոսենք մեր մասին, մենք այդ ճանապարհի ամենասկզբում ենք գտնվում։ Որտեղ իրականում դա վերևից չի թելադրվում։ Դա պետք է փոխվի մի ամբողջ մտածողություն։ Դա պետք է դառնա մեր ներքին պահանջը, մեր ներքին արժեքը։ Ռուսաստանի օրինակը կարծում հրաշալի ապացուցում է, որ կարելի է փորձել փոխել երկիրը վերևից ու ներքևից չփոխելով, եւ շատ հեշտ կարելի է հետո վերադառնալ հետ։ Որտեղ Ռուսաստանը, ասենք թե Ելցինի ժամանակ բոլոր դեպքերում ժողովրդավարական երկիր էր եւ մարդը արժեք էր եւ այլն, բայց քանի որ հանրության մեջ այդ արժեքները արմատ չէին տվել, այո, պարզվեց որ շատ հեշտ կարելի է հրաժարվել դրանց ու նույն ժողովուրդը շատ հանգիստ ընդունում է, որ կարելի է պատերազմ վարել ուրիշի դեմ, կարելի է սահմանափակել բազմաթիվ մարդկային իրավունքները, հա, ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը եւ այլն, կարելի է պարզապես մարդկանց նստացնել բանտ, կարելի է քաղաքական ընդդիմադիրներին պարզապես ոչնչացնել ֆիզիկապես։ Այս նույն երկրում, որտեղ այդ արժեքները, որտեղ փայլուն փիլիսոփաներ կային, փայլուն քաղաքական գործիչներ կային, բերում էին առաջ, ուրեմն շատ կարևոր է։ Ես ինչ եմ միշտ ասում, որ իմ համար շատ ավելի կարևոր է հանրության կարծիք եւ հանրության մտածողությունը, քան կուսակցությունների։ Բոլոր դեպքերում, բոլոր կուսակցությունները նրանք սպասարկում են հանրության, ասենց ասեմ, գաղափարախոսություն հանրության մղումներ չեն կարող արհամարել։ Հակառակ դեպքում նրանք միշտ կմնան փոքրամասնության մեջ։ Բաբան, մյուսը անհատականացնենք, էլի։ Ձեր մեջ քաղաքական հայացքների էվոլյուցիա կամ ռևոլյուցիա եղել է մինչև այսօր։ Ու հետաքրքիր է նաև անհատապես ձեր կարծիքը, էլի, ինչից ինչա փոխվել, էլի, ինչ եք հասկանում, հետո ինչ հասկացաք։ Եղել է։ Գիտեք ինչի համար եմ այս հարցը տալի, որովհետև շատ հաճախ, երբ որ եւ քաղաքական գործիչները եւ քաղաքական ուժերը հիմա էլ է շատ ակտուալ, էլի, երբ որ ասում են այս կոնտեքստում եմ հարցնում, ասում են Արցախը, Հայաստանը եւ վերջ, նո այս միտքը կարելի ասել բոլոր լիդերներն են ասել, ով էլ չի ասել գործողություններով է դա ցույց տվել։ Հետագայում գալի հանգում ենք մի խնդրի, որ եթե դա ասենք նորից պատերազմ կտենանք, նոր այդ դեպքում փոխելը դա բանական եւ բնական բան չի, կամ մինչեւ այդ ոնց անես, որ մարդու ոնց ասեմ, միտքը առողջ լինի եւ շատ ավելի շուտ կանխատեսի այդ իրադարձությունը, էլի։ Հակալություն։ Ոչ ոք այդ հարցին չտվել, բայց այդ հարցի մասին ես համտացել եմ։ Շատ բան է փոխվել, եւ հիմա է դեռ փոխվում։ Եվ կարծում եմ, որ այս կյանքը մեզ տրված է ընդհանրապես մեր մտքերը փոփոխելու համար։ Եթե մենք մտածում ենք, ասենք թե ես, որը շուտով դառնում է 70 տարեկան, մտածեմ այնպես, ինչպես ես մտածում էի 25 կամ 30 տարեկան հասակում եւ որևէ փոփոխություն չլինի մտքերի մեջ, ուրեմն այդ մնացած 40 տարին ես իզուր եմ ապրել։ Խելք չեմ հավաքել։ Գիտեք, այն ինչ որ կատարվեց 20 թվականին, ես նկատում եմ Ղարաբաղյան 7 պատերազմը, դա մեծագույն ողբերգությունն էր։ Եվ կարծում եմ, որ ողբերգությունը մարդուն ընդհանրապես դարձնում ավելի իմաստուն։ Երբ որ դու սկսում ես վերլուծել։ Երբ որ դու սկսում ես պարզապես մանգալ հերոսներ ու դավաճաններ, ոչ մի չի աշխատում այդտեղ։ Հենց Ղարաբաղյան շարժման վերաբերյալ։ Եթե թույլ տաք հենց առաջին անգամ դեր մոտ կասեմ, մի քիչ
փոխելով Չերչիլի խոսքերը։ Ահա։ Նա, ով որ չի մասնակցել Ղարաբաղյան շարժմանը, չունի սիրտ։ Նա, ով որ հիմա է մասնակցում Ղարաբաղյան շարժմանը, չունի ուղեղ։ Չերչիլը մի քիչ ուրիշ բանի մասին էր ասում, հեղափոխության մասին, բայց մոտավորապես այդ հասկից։ Դու ընկալում ես, մենք ընկալում ենք որպես արդարության շարժում, շատ էմոցիոնալ էինք, մեր եւ պատմական հիշողություններ շատ բան ասում, բայց կա մի շատ կարևոր բան այդ ամբողջ տարիների ընթացքում։ Մենք տեսնում ենք մեր սեփական ճշմարտությունը։ Մենք ամտեսում ենք ուրիշի ճշմարտություն, ուրիշի զգացմունքները, դե հիմա ազատագրել ենք, գրավել ենք այնտեղ 7 շրջան այնտեղ մարդիկ էին ապրում, դե իրանց հերնել անիծած գնա փախստական չմետեղ, իրանց քաղաքներ կավ իրենք իրանց քարը կբերենք, մեր տները կսարքենք, լվացարանման մեքենա կտանենք։ Չի լինում այդպես։ Երբ որ դու արհամարում ես ուրիշի դժբախտությունը, երբ որ դու ընդհանրապես քեզ առանձնացնում ես ուրիշներից, ապա պետք է պատրաստ լինես, որ կարող է քո հետ էլ նույն ձևով վարվեն, կարող է քո հանդեպել լինի այդ տեսակ մոտեցում։ Եվ ընկնել մանկական, ասենք ասենք, այդ շրջանառության մեջ, հա, ով առաջինը սկսեց, ով ավելի շատ մեղավոր, ինքը ինձ ասեց սա, ինքը ասեց սա, ես պետք է ասեմ սա, ուր ենք գնում։ Եվ երևի թե նաև տարիքս եւ մեղավորության մեծագույն զգացողությունը, որտեղ այդ բոլոր զոհվածների համար ես համարում եմ, որ ես մեղավոր եմ։ Հաճախակի երբ որ ինձ հարցնում են ով է մեղավոր, ես ասում ես եմ մեղավոր։ Ես եմ մեղավոր, որտեղ ես նախ շատ բան սկսել էի հասկանալ արդեն իբնե, հա։ Արդեն երևի երբ սկսեցի շատ հաճախակի այցելել Ղարաբաղ։ Ընդ որում զորամասեր էի գնում, այնտեղ զինվորներ էի հանդիպում խոսում, ես տեսնում էի ինչ է կատարվում։ Ես տեսնում էի այդ զենք, որ այն զենքն էր, որը կարան բանակում, երբ որ ես էի ծառայում 78-80 թվականին, ես տեսնում էի այդ հարաբերությունները։ Ես տեսնում էի գեներալիտետը մեր։ Գիտեք, Նապոլեոնը ֆրանսիական բանակի մասին ասեց, ես երբ իմ գեներալները սկսեցին հարստանալ, ես կորցրեցի բանակը։ Դա ասում է Նապոլեոնը իր բանակի մասին, մի երկրի մասին, որ ուներ ավանդույթներ, 1001 կառուցված, մենք ինչ ասենք, նոր ենք ստեղծում ու ստեղծեցինք, այն ինչ որ ստեղծեցինք։ Եվ դրա համար ինձ եմ մեղավոր համարում, եւ համարելով, որ ես եմ մեղավոր, ես իրանք չունեմ շարունակել այն, ասենք ասեմ, վտանգավոր գիծը, որը բերեց այդ զոհերին։ Իրանք չունեմ։ Ես ձեր բոլորի առջև ունեմ մեծ պարտականություն։ Դե բոլորս, պարոն Պապայան ջան, հիմա ինձ թվում է իմը մի քիչ ուրիշ է, ես տարիքով մի քիչ մեծ եմ, ես չեմ գնալու ճակատ զենք վերցնելու, բայց ես փաստորեն ուղարկելու եմ։ Եթե ես չզգուշացնեմ, ինչ սպառնալիքներ է դա բերում։ Ես ավելի վատ վիճակում եմ, որտեղ ես ուրիշի կյանքն եմ զոհաբերելու։ Պարոն Պապայան, մի հատ ուրիշ նուրբ հարց տամ։ Դուք շատ մոտիկ ընկերություն եք ունեցել Վահան Հովհաննիսյանի հետ, Դաշնակցության անդամ։ Ինձ հետաքրքիր է գաղափարական հարցը։ Դուք ձեր խոսքով, վարվելակերպով, ապրելու ոճով լիբերալ եք, մեր ընկալումներում դե իհարկե Դաշնակցությանը մենք ընկալում ենք ավելի ազգայնական, չգիտեմ, կենտրոնական այդ բաներով եւ սահմանափակ։ Ունենում եք գաղափարական բախումներ եւ որտեղ եք ձեր գաղափարները միավորվում, որտեղ են տարանջատվում։ Ես աշխատում եմ հիմա շատ քիչ խոսել, որտեղ կարծում եմ շատ
Մակերեսային եւ միակողմանիա Վահան Հովանեսյան Մարտոն կալումը։ Մենք միշտ ունեցել ենք մեծ տարաձայնություններ քաղաքական։ Բայց այդ տարաձայնությունները մեր հարաբերությունների մեջ զբաղեցրել են երևի մի 5%։ Վահանը շատ կենթանի մարդ էր։ Ինտելեկտուալ էր, հումոր զգացողություններ, խարիզմա ուներ։ Դա էլ էր շատ կարևոր։ Ես կարող եմ շատ բան պատմել, բայց Վահանը չկա։ Եվ հաստատող չկա, բայց ասեմ դες մի հետաքրքիր բան միգուց հաճախակի երբ որ մենք վիճում էինք, ես գաղափարական առումով։ Նա ինձ ասում էր, այմար դու իսկական դաշնակցականի պես ես խոսում։ Ես էլ ասում եմ, բան դու իսկական հակադաշնակցականի պես ես խոսում։ Ես կարծում եմ այդ ունակությունը իրար լսել, իրար խոսել, համաձայնվել, նույնիսկ ինչ որ հարցերում չհամաձայնվել, բայց շարունակել մնալ մոտիկ ընկերներ։ Ամենակարևորը հատկանիշը։ Սա շատ կարևոր է, որտեղ իրականում շատ մեծ տեղ է տրվում մեր այսօրվա կյանքում գաղափարական տարաձայնությունների։ Ժողովուրդը չի կարող նույն ձևով մտածել։ Ընդհանրապես երկու նույն ձևի մտածող արձագանքող մարդ չկա։ Ուր մնաց որ ամբողջ դա միայն ուրեմն բռնապետական երկրներում ընդ որում էլի ձևական բնույթ է կրում, որտեղ մարդիկ չեն կարող, մարդիկ ավելի մեկ անհատ է, ամեն մեկը մի տիեզերք է։ Մենք ասում ենք, չէ, իրար հետ նման եղեք։ Այդ հարգել այդ տարբերությունը, այդ զանազանությունը, այդ առանձնահատկությունը, այդ ինքնությունը, որը կա յուրաքանչյուրի մեջ, անպայման չի ստորանալ կամ ստորացնել, բայց հարգել, չհամաձայնվելով հանդերձ հասկանալ, որ մենք բոլորս մի ժողովրդի ներկայացուցիչ ենք։ Եվ իրականում մենք բոլորս, եթե մենք մի կողմ տնենք մնացած բոլոր հարցերը, պետք է ունենանք մի խնդիր, որտեղ մենք կարող ենք որպես հայ մնալ միայն այն ժամանակ, երբ որ մենք ունենք պետություն։ Հակառակ դեպքում ինչքան էլ մենք չգորգորանք, որ ունենք այս ազգային արժեքներ, ունենք եկեղեցի, ունենք դպրոց, ունենք, եթե մենք չունեցանք պետություն, այդ ամեն ինչ կվերանա։ Մենք անցնենք հաղորդման երկրորդ հատվածին, պարոն Բաբայան։ Շատ հետաքրքիր է գնում։ Երկրորդ հատվածում խոսում ենք գործիչների նախասիրություններից, պարոն Բաբայան ջան։ Ինչպես եք սկսում եւ ավարտում օրը, պարոն Բաբայան։ Սուրճով, թեյով։ Սկզբից գնում եմ մարդումների։ Կամ լողի, կամ պարզապես փողոցով եմ ման գալիս, մոտ մի քիչ ժամ, մի ժամ, կամ գնում եմ մարդումների, ֆիթնես ակումբ եւ այլն։ Հետո գալիս եմ տուն, նախաճաշում եմ, հետո գնում եմ թատրոն։ Հիմա քանի որ արդեն այս տարիքին եմ, փորձում եմ լրացնել բացերը եւ գրականություն կարդալ ավելի շատ։ Ինչ եք կարդում, պարոն Բաբայան ջան։ Տարբեր բաներ եմ կարդում, հիմա այս պահին կարդում եմ Սարտրի Սրտխառնոցը, մինչ այդ հին գրողա, Պերլագերկվիստ, բայց ճիշտն ասած ծանոթ չէ, մի անգամից կարդացի երկու գործը, երկու վեպը, Վառավան եւ Չարթլուկը։ Շատ հետաքրքիր գործեր են։ Մինչ այդ էլի Նոբելյան մրցանակակիրներով էի գնում։ Դա մի որոշակի աշխարհ է իհարկե, գրականությունը դեռ սեր է եղել միշտ։ Իսկ որ գործն է փոխել ձեզ կամ մեծ ազդեցություն ունեցել ձեր վրա, կամ գործերը, պարոն Բաբայան։ Օրինակ որ Տոլստոյին է, չէ՞ վերաբերվում ձեր։ Այո, գիտեք, շատ չգիտեմ, քանի որ այլ գրականագետ եմ դժվար է ասել, որ ասենք կոնկրետ գործ կամ մեծ գործը։ Տոլստոյը իհարկե մեծ ազդեցություն է ունեցել, Չեխովին եմ շատ սիրում, առավել ևս որպես դրամատուրգ համարում եմ
համար մեկ դրամատուրգը, Ֆոլկներին, շատ եմ սիրում Ֆոլկներին, Մարկեսին շատ փայլուն գրող է, շատ ուշադիր ձևով կարդում ես Նարեկացի ու կարդում ես Գյոթե, որտեղ ամեն մի բառի մեջ, ամեն մի նախադասության մեջ մի մեծ ալիք է գալիս դեպի քեզ, պոեզիան շատ եմ սիրում Բրոդսկուն, ընդ որում ես դες պետք է ասեմ, որ այդ գրականություն սիրելը սա էլ է երևի պահանջում եւ երկխոսության աստիճանի հասնել իրար հետ եւ կատարիք որոշակի օրինակ նույն Բրոդսկուն ես երիտասարդ տարիներին այդքան էլ չէին կալում հիմա շատ եմ Մեր լեզվով ասած կոպիտացը պիտի բռնի, չէ՞։ Այո, ու դա հաստատ այդպես այդտեղ ոչ մի վատ բան չկա, այն իմաստով որ ասենք թե կարող է այս գրողը, հաճարը գրողը չբռնի։ Որտեղ սա երկխոսություն է։ Եթե նա բռնում է, նա ինչ որ բաներով պետք է բռնի։ Նա չի կարող բռնել զուտ նրա համար, որ նա պատվանդանին է կանգնած։ Չարենցին ընդ որում վերջի տարիներին սկսեցի Ժամանակակից հայ գրող կարդացել եք, պարոն Բաղման։ Դե Վանո Սիրադեղյան Որն է։ Շատ ժամանակակից Վանո Սիրադեղյան եւ հոդվածները եւ պատմվածքները հիմա Հրանտ Մաթեոսյան իհարկե, որտեղ ընդհանրապես ինձ դուր է գալիս գրականության մեջ էպիկական բնույթը։ Հրանտը էպիկական գրող էր, ինչպես եւ Ֆոլկները, ինչպես եւ Մարկեսը։ Նրանք վերցնում են կարծես թե մի փոքր իրադարձություն, բայց բացում են այնպես կամ մի փոքր գյուղ կամ բնակավայր, որ դու հասկանում ես, որ ինչ որ կա աշխարհում, այդտեղ կա։ Պետք չէ ամբողջ աշխարհը պատտվել, որպեսզի հասկանալ, որ այս տեսակ մարդկային հարաբերություններ կան, այդ տեսակ մտքեր կան, կա այստեղ։ Խնդրեմ։ Այդ տեսակից Ֆոլկները, Մարկես ու Մաթեոսյանը շատ մոտ են իրար, շատ։ Բաբան, դուք ասում եք արվեստի ամենամաքուր դրսևորումներից մեկը, եթե ոչ ամենամաքուրը երաժշտությունն է։ Ինչ եք լսում, պարոն Բաբան։ Տարբեր ժանրեր, թե ինչ որ տարբեր ժանրեր, տարբեր ժամանակ ջազ եմ շատ սիրում, ընդ որում եւ դասական ջազ հիմնականում, որտեղ դեռ այն ժամանակվանից Լուի Արմսթրոնգ, Էլա Ֆիցջերալդ, Դյուկ Էլինգտոն, սա իմ ռոք երաժշտություն էլի գալիս է դեռ այն ժամանակներից, ժամանակներից 70-ական Բիթլզներից, որը մեր համար պարզապես մի նոր աշխարհ բացեց։ Հետո եկավ Rolling Stones, Black Sabbath եւ այլն, Jethro Tull եւ այլն տարբեր ուղղվածությունների, բայց ընդհանուր էլ մի մեծ աշխարհ բացող ավելի ուշ, բայց սկսեցի մեծ հաճույք ստանալ դասական երաժշտությունից։ Մոցարտ, Բեթհովեն, սկսեցի ընկալել Խաչատուրյանի ուժը, հզոր ուժը։ գորություն կա ամեն։ Այո։ Ավել Տերտերյան, Փայլուն, բաժիտել։ Նաև զարմանալ այդ կոմիտասի, այդ ուծը կոպիտ բառ ասեմ, արտակարգ ազգային հոտառության վրա։ Ոնց է կարողանում այս կյանք, այդ իրա, այդ ժողովրդական երգեր մաքրել բերել, հա, որ ինքը ոչ միայն հայկական ժողովրդական երգեր էր մաքրում, չէ՞, մենք գիտենք եւ հունական, եւ ասորական, եւ քրդական, եւ թուրքական։ Ուրեմն սա ինչ որ Փարաջանովյան հատկություն է կարողանալ ըմբռնել նույնիսկ ուրիշ ազգերի հատկությունը, մաքրությունը։ Դա ունիկալ բան է։ Պարոն Բաբան, դուք սիրում եք զբոսնել, ասացիք Երևանում, սիրելի վայրեր կան, որպես նաև երևանցի էլի, եւ գողտրիկ վայրեր կան, որոնք կբացահայտեք, թե չեք բացահայտի օրինակ։ Հա։ Կա, ես ընդհանրապես Երևանը շատ եմ սիրում։ Ես սիրում եմ շատ զբոսնել Երևանով։ Հենց մեր բակում էր առաջ գտնվում կաթողիկե եկեղեցին։ Միջև Սուրբ Աննայի կառուցել եւ դա
Ես հիշում ենք նեղ ուրեմն ավտոտնակներ էին, որոնք անջատում էին եկեղեցին մեր Բաքից, իսկ նա ուրեմն լեզվի ինստիտուտի, Ջերանի անվան ինստիտուտ Բաքում էր։ Մենք այդ ավտոտնակներով թռնում էինք, մտնում էինք եկեղեցի Բաք, այդ եկեղեցին մերն էր։ Դա մի քիչ ուրիշ զգացողություն է, երբ միայն դու կարող ես այցելել այդ եկեղեցին։ Շատ եմ սիրում Կապույտ մզկիթը, իր Բաքը։ Հրաշալի տեղ է, որտեղ կարողանում ես անջատվել։ Սիրում եմ այն այգիները, որոնք նախկին Սևան հյուրանոցի դիմաց են, ընդհանրապես Երևանով Մանգալ Պուշկինի փողոցով, Գողտրիկ փոքրիկ փողոցները եւս շատ կարևոր են։ Սիրում եմ այսպես ասած մեր օղակաձև այգին, հա։ Իշեցի, մենք Վահանի հետ ենք սիրում Մանգալ այդ այգով, 2-3 ժամ երեկոյան դուրս էին գալիս, խոսում ենք ամեն ինչից և հետո որ սկսվեց Նեհարաբաղյան շարժումը, ամեն մեկիս աշխատանք, Վահանը մտավ փաստորեն մի մեծ կուսակցություն էր ղեկավարում, ազատ ժամանակ չկար, շատ հազվագյուտ էին, բայց երբ որ առիթ էին գտնում և մեկ-մեկ ասում ենք լավ կգան են լավ ժամանակները, որ կանցնենք թոշակի, կունենանք ազատ ժամանակ ու էլի կման գանք միասին կվերհիշենք այդ բոլոր խոսակցությունները, նոր խոսակցություն, գրականություն, թատրոն, ֆիլմեր և կյանք, կանայք, ավոնց առած դրա, որտև կանայք դա կյանքի առաջին հերթին, ամենայնիպես տղամարդու համար։ Մեր մոտ իրանք, իրանց մոտ մենք։ Հուսով եմ, որ այո։ Բաբաբան, այսինքն մանկության ընկերներ եք եղել, հենց նույն չէ, 17 տարեկանից, այո։ Եվ մի քանի ընկեր ենք եղել և այն ընկերը, որ մեզ բտերմացրեց մի հրաշալի երիտասարդ էլ նաև վեպեր էր գրում, Սերգեյ Ալյանը, ցավոք սրտի 26 տարեկանում մահացավ, շատ շուտ, բայց մենք էլի ընկերներ ունեինք Գրիգոր Խաչատրյան, հրաշալի վիրաբույժ դիմացնոտային, նեղ օղակ է, Արմեն Կողոյան, մի խոսքով, այդքան էլ շատ չէին, բայց մեր մտերմությունը շատ գնահատելի էր, Ալեքսանդր Մելքումյան, որը հիմա Կանադայում է, Տորոնտոյում, ինքը կիբեռնետիկոս է, մի խոսքով, դա շատ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ էինք, եթե հետաքրքիր է եղել, ամեն մեկը իր։ Էլի եմ ասում, կյանքը շատ ավելի հետաքրքիր է, քան երբ մենք այն արհեստականորեն նեղացնում ենք կուսակցական, գաղափարական, մասնագիտական, կյանքը հետաքրքիր է, ավելի հետաքրքիր է շփվել, ասենք, ուրիշ մասնագիտության տեր մարդու հետ։ Ու ինտրիգներով սպանում ենք այդ շփումը։ Եվ մի վերջին հարց էս հատվածը փակենք, բան, թատրոնից դուրս ինչ որ բան կա, որ նորից ձեզ վերագտնում եք եւ թարմանում եք օրինակ, բան, այսինքն նախասիրություն, հոբի, խոհանոցը կլինի կամ չգիտեմ դուրի ուրիշ բան։ Չէ, խոհանոցից անշնորհք եմ, դվադեղ եմ լավ պատրաստում, հա։ Սիրում եմ ճամփորդել։ Ընդ որում դա եկավ մասնագիտությունից, որտեղ թատրոնը հաճախակի հրավիրվում էր տարբեր միջազգային փառատոների եւ այլն։ Բայց դա ամեն անգամ մի նոր աշխարհ է և ամեն տեղից ինչ-որ բան կա սովորելու, օրինակ վերջերս աղջիկաս հետ, որը աշխատում է և ապրում է Բելգիայում, մենք գնացինք Նորվեգիա։ Դա մի զարմանալի երկիր է և շատ բան կա սովորելու։ Երեք ես տարբեր երկրներում եմ եղել, որտեղ շատ մեծ ուշադրություն են դարձնում բնապահպանական հարցերին, Նորվեգիայում նրանք ոչ թե բնապահպանական հարցերին ուշադրություն են դարձնում, նրանք այդպես ապրում են։ Էությունը։ Նրանք ապրում են բնության մեջ, նրանք ապրում են հարմարվելով բնությանը և իրենք լավ են զգում իրենք, ճիշտ են զգում իրենց։ Ճամփորդել շատ եմ սիրում,
շատ երկրներում եք եղել, պարոն Բաբյան։ Մոտ 50 երկրում եղել եմ, գուցե մի քիչ ավել, շատ երկրներում չեմ եղել։ Հույս ունեմ, որ դեռ կտեսնեմ եւ երբ որ գալիս ենք ինչ-որ միտեղ թատրոնով, ինչ-որ մի փառատոնի, ես միշտ փորձում եմ այնպես անել, որպեսզի նաեւ մեր թատրոնի դերասանները, աշխատողները ճանաչեն մի քիչ երկիրը։ Ոչ միայն փառատոնի շրջանակներում, օրինակ բերեմ մի օրինակ, հաճախակի եմ բերում երևի մի 15 տարի առաջ երիտասարդ մեր դերասանների հետ գնացինք Բուլղարիա, Պլովդիվ եւ միջազգային փառատոններ տեխնիկային եւ այնտեղ ես խնդրեցի որ մեզ նաեւ մի քիչ Բուլղարիան ցույց տան մոտակա տեղերը որտեղ Բուլղարիան շատ գեղեցիկ երկիր է եւ մեզ տարան այնտեղ կան այսպես ասած քարե կամուրջներ բնություն ինքը տենց քարե կամուրջներ արել սարինցը եւ երբ անցնում էինք այդ ճանապարհով տեսանք լեռներ անտառեր աճում ուղիղ ծառերը կանգնած հող չկար այդ ծառերը արմատներով մտնում էին քարի մեջ հասնում են ինչ որտեղ ճեղքելով այդ քարը ասում են այդ ուղիղ կանգնած են շատ մեծ անկյան տակ ես կանգնացրեցի ուրեմն մեր մեքենա դուրս եկանք ասեք նայեք այդ որ ասիկ ով է սովորեցնում հա ուսուցիչը ով է ասենք բնություն ինչ փայլուն ուսուցիչ է նա ցույց է տալիս մեզ ինչպես ամենադժվար պայմաններում կարելի է կանգնել մեջ կտուղի բաց տար եթե կանգնում է քար է հող չկա ճկուն է եւ կանգնում է ամոն ուրեմն դու պարտավոր ես ամոն ուղիղ մեջ տոկանք Պարոն Բաբյան, անցնենք հաղորդման երրորդ հատվածին, այստեղ խոսում ենք արդեն քաղաքական իրադարձությունից, մենք խոսենք մենակ ներքաղաքական իրադարձությունից եւ կամփոփենք զրույցը։ Վերջերս տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, վարչապետն ասում է, որ ընդդիմությունը լեգիտիմ չի, հաշվի առնելով այն process-ները, որ նախորդել էին մինչև ընտրությունը։ Իսկ ընդդիմությունը ընդհանրապես բողոքարկում է ընտրությունների արդյունքները։ Դուք ո՞նց կգնահատեք խորհրդարանական ընտրությունները։ Նախ լեգիտիմության տեսակետից կարծում եմ ընտրությունները եղել են լեգիտիմ, ամենակարևորը սա է, որտեղ առաջինը ոչ լեգիտիմ ընտրությունների վերաբերյալ արձագանքում է ժողովուրդը։ Միանշանակ։ Այսինքն հետ ընտրական անարդարություն ասված չկա։ Բայց կա ուրիշ բան, մենք տեսանք, թե ինչպես էր Ռուսաստանը ակտիվորեն խառնվում այս ընտրությունների։ Ես սա կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չի։ Հաճախակի օգտագործվում են այսպիսի խոսքեր, որ կար պրոռուսական ուրեմն ուժեր։ Ես պրոռուսական բառի մեջ վատ բան չեմ տեսնում, բայց ես կարծում եմ դրանք պրոռուսական չէին, դրանք պարզապես ռուսական։ Որտեվ եթե ուրիշ երկրի շահերը դառնում են ավելի կարևոր, քան քո երկրին, դու արդեն ոչ թե պրո-ռուսական ես, պրո-ամերիկյան ես, այլ դու կոնկրետ այդ երկրի շահերը հետապնդող ես։ Շատ ցավալի է, բայց հասկանում եմ, որ վարչապետը շատ բան չի կարող ասել, որտեղ իր զբաղեցրած պաշտոնը չի տալիս, այո, բայց ես կարող եմ դա ասել։ Մեծ պատերազմ էր հայտարարված, եւ կարծում եմ մինչեւ հիմա է հայտարարված։ Պատերազմ ինչի համար։ Պատերազմ անկախության, սուվերենության դեմ։ Ինքնուրույնության դեմ։ Եվ ամեն ինչ արվում էր, որպեսզի մենք այդ ինքնուրույնությունից հրաժարվենք, ավելի ճիշտ է, ես էլ եմ ասում, մենք ճանապարհի սկզբին ենք։ Այ ինքնուրույնության ձգտում ենք, ոչ։ Այո, մենք դեռ նոր անելու ենք առաջի քայլերը։ Հաճախակի ասել եմ, որ մենք չսկսեցինք ամենակարևորից, մենք այդ դեսովետիզացիա, դեկոմունիզացիա տերմինները չօգտագործեցինք, մենք արհամարեցինք դա։ Մենք նույնիսկ սովետական Հայաստանը համարեցինք երկրորդ հանրապետություն, երբ որ բոլոր նախկին սովետական հանրապետությունները, ամենայն դեպս նրանք, ովքեր ունեցել են միջև սովետական լինել իրենց անկախ պետությունը, համարում են, որ նրանք վերականգնել են
այլ ոչ թե շարունակում են սովետականը։ Սրանք թվում է, որ մանրուքներ են, բայց սրանք շատ կարևոր բաներ են։ Մեր մոտ հիմա այդ թեմայով եմ շատ վաղուց խոսել, հա, Ամիրան Պողոտան, ինչպես կարելի էր 35 տարի ունենալ անկախություն եւ պահել ամենագեղեցիկ պողոտաներից մեկը Ամիրան անունով։ Դուք գիտեք, որ մի կարճ ժամանակահատված Գիտեմ, վրանք շապուր։ Նույնիսկ ժամանակին ես ինքս առաջարկություն արել, երբ որ 18 թվականին մահացավ Շարլ Ազնավուրը, վերանվանել այդ պողոտան Շարլ Ազնավուրի անունով։ Կապ չունի։ Դեռ շատ անելու բան կա։ Դիլիջանի ամենակենտրոնական փողոցը կրում է Կալինինի անունը, Մանկա Պիղծի։ Հաստատված Մանկա Պիղծի անունը։ Էլ չեմ ասում բոլշևիկ եւ այլն բաների մասին։ Եվ ուզած երևի բնակավայրում, որ մենք ման գանք Հայաստանում, մենք նման բաներ կգտնենք։ Ես համոզված եմ, որ իրական, այսպես ասած, պայքարը եւ պատերազմը, նույնիսկ այսպես կարելի ասել, սկսվելու է հիմա հետընտրական process-ում։ Ես էդ եմ ուզում ասել, իրանք մինչև այսօր չեն ճանաչում եւ չեն էլ շնորհավորել։ Իրանք չեն էլ պատրաստվում ճանաչել, սա միանշանակ է իմ համար։ Իրենք հոյակապ ձևի գիտեին ինչով են ավարտվելու ընտրությունները, որովհետեւ հիմար չէին եւ բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ էին այն իրավիճակին, որը կա Հայաստանում, իրական հարցումներին, այլ ոչ թե սուտ պատվիրված իրական տրամադրություններին, հասկանում էին, որ մոտավորապես այս ձևով է լինելու բաժանում։ Ուրեմն ինչ էր պետք անել։ Պետք էր բոլոր ուժերը մղել հետընտրական process-ներին, համախմբվել նաև ստեղի այդ ռուսական ուժերի հետ, ապա լեգիտիմացում կազմակերպել մեր իշխանության, որպեսզի կարողանալ սրա մեջ տեղավորվում են եւ այդ պատժամիջոցները կապված սանդամաթերի ջերմուկի եւ այլն բաներ։ Այնպես որ եթե միջև ընտրությունը հաճախակի խոսվում էր նրա մասին, որ եկեք ուժ հավաքենք եւ կարողանանք այդ ամեն ինչին դիմադրել, ես ճիշտ ասած այդ ժամանակ մի քիչ ավելի ոնց ասեմ զուսպ էի։ Ես համարում եմ, որ ուժ պետք է հավաքել հիմա, որտեղ մի բան է հայտարարել, թե որ ուղղությամբ է դուզում գնա, դեպի որ աշխարհը առաջադեմ քաղաքակիրթ, որտեղ մարդու կյանքը մեծագույն արժեք է, ուրիշ բան է պաշտպանել այդ ճանապարհը, պաշտպանել քո ընտրությունը։ Հաստատ շատ փորձություններ դեռ կգան, բայց պետք է կարողանալ դիմադրել։ Գիտեք, ըստ էս նոր է սկսում, այսինքն պայքարը։ Այո, ես կարծում եմ նոր է սկսվում եւ ավելին ասեմ։ Նայեք, ստերիլ ոչ մի բան չկա այս աշխարհում։ Եվ առողջությունը դա այն չէ, երբ որ չկան վիրուսներ ու միկրոբներ։ Առողջությունը դա իմունիտետն է։ Երբ որ քո օրգանիզմը կարող է դիմադրել, երբ որ ուժեղ է քո դիմադրողականությունը։ Այ հիմա պետք է աշխատել այդ դիմադրողականության վրա։ Կլինեն բազմաթիվ սպեկուլյացիաներ եւ ազգային հողի վրա եւ 300,000 ուրեմն ադրբեջանցի կամ կանադացի, որոնք պետք է գան Հայաստանում բնակվեն, 1000 ու մի հարց, որտեղ միշտ խփում են այսպես ասած թվացող թույլ կողմերին, հա, ցավոտ կողմերին, հիվանդող կողմերին, որ դու այդ ցավը զգաս, դիմադրել է պետք։ Ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում։ Ընտրել եք այս ճանապարհը։ Ուզում եք, որ Հայաստանը հարատևի, ու հարատևի այստեղ, այլ ոչ թե Կրասնոդարում կամ Լոս Անջելեսում։ Ուրեմն պետք է այդ ճանապարհով գնանք։ Պարոն Բաբայան, մի այսպիսի եզրափակիչ հարցեր տամ։ Նախ տարածաշրջանը ոնց եք պատկերացնում ապագայում եւ դուք հավատում եք հարևանների հետ հավասար տրամաբանական եւ խաղաղ գոյակցությանը։ Եթե ես ագնոստիկ չլինեի, ես կասեի, որ ես հավատում եմ միայն Հիսուս Քրիստոսին։ Ես կարծում եմ այն ինչ որ դուք ասում եք, դա պետք է կառուցել։ Հավատը
ստեղծվում է աշխատանքի արդյունքում։ Քայլ առ քայլ։ Ես համոզված եմ, առավել ևս որ կան բազմաթիվ օրինակներ, նույն Եվրոպան, որտեղ հարյուրամյակներ շարունակ ազգերը իրար մորթում էին, եկեք անկեղծ ասենք, որտեղ համոզված էին, որ համատեղությունը հնարավոր չէ, որ անգլիացին չի կարող հանդուրժել ֆրանսիացուն կամ ֆրանսիացին գերմանացին կամ գերմանացին լեին։ Դա հնարավոր չէ։ Պարզվեց հնարավոր է։ Պարզվեց կարելի է նույնիսկ սահմանները վերացնել։ Ես կարծում եմ մեծ սխալ են թույլ տվել այս երեք ժողովուրդները հայերը, վրացիները ու ադրբեջանցիները, երբ 90 թվականին իրենց ազգային, ասենք ասենք, չլուծված հարցերը բերեցին առաջին պլան իրար հետ վեճերը, այլ ոչ թե պայքարեցին անկախ պետություններ կառուցելով։ Ինչ արեցին միջալուց մեր Բալթյան հանրապետությունները։ Այնտեղ էլ կային բազմաթիվ խնդիրներ իրար հետ։ Եվ տարածքային, եւ պատմական, եւ այլն եւ այլն։ Բայց իրենք հասկացան, որ առաջին քայլը սա պետք է լինի։ Դուրս գալ եւ ամրապնդել քո երկիրը եւ որ այդ սուվերենիտետը հաստատելու մեջ դու կարիք ունես քո հարևանի։ Մենք կարիք ունենք Վրաստանի, Ադրբեջանի, Ադրբեջանը կարիք ունի վրացիների մեզ, վրացիներն մեզ ու Ադրբեջանը միանշանակ։ Այ երբ մենք կհասկանանք, թե որտեղից է գալիս հիմնական վտանգը, ամեն մեկը մնալով իր պատմական անցյալի հիշով, ոչ ոք չի ասում, որ սա պետք է ջնջվի, սա պատմություն է, սա եղել է։ Բայց մենք պետք է նայենք առաջ եւ հասկանանք ինչ ենք մենք շահում եւ ինչ ենք մենք կորցնում։ Կպահենք մեր պետությունը։ Կպահենք այն ժամանակ, երբ որ այս երեք ժողովուրդները կարողանան հասկանալ, որ այս երեք պետությունները կարող են ստեղծել պատնեշ ընդհանուր թշնամուց, որը էլի բերեմ Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական ելույթներում հաճախակի ասում է մեզ չենք կընտրի պատերազմ կլինի։ Ու հետո ասում են ինչքանով է դա լուրջ, իսկապես արդյոք պատերազմը լինելու է։ Կարծում եմ նա չէր կարող ասել ամեն ինչ։ Խնդիրը ոչ թե մեզ ընտրելու, մեզ չընտրելու մեջ է։ Խնդիրը նրա մեջ է, որ եթե Ռուսաստանը ամրապնդվի այստեղ, նա կարող է ամրապնդվել միայն մի պայմանով։ Պատերազմ հրահրել այս ժողովուրդների մեջ, որտեղ փորձը ցույց է տալիս, որ երբ այս ժողովուրդները ապրում են խաղաղ, Ռուսաստանը այստեղ անելու գործ չունի։ Մեր առաջի հանրապետությունները պատերազմում էին իրար հետ։ Ես նկատում եմ 18-20 թվականին։ Եվ դրա համար հզոր կարմիր բանակը եկավ եւ հանգիստ մտավ այս երեք հանրապետությունները։ Իսկ եթե այն ժամանակ լիներ այդ գիտակցում, բայց չեմ հիշում ով, բայց շատ ճիշտ բառ էր ասել է, գիտեք ինչ, մենք ասում ենք, որ պատմությունը դասագիրք է, որը պետք է կարդալ, ուսումնասիրել, պատմությունը դասագիրք չի, պատմությունը դաժան վարժապետն է, որ եթե դասը չես սովորում, երկրորդ անգամ նույն պատիժն է բերում գլխիդ։ Մինչև դու դասը չսովորես, մի մտածի, որ դու կարող ես տանստալ, չսովորելով ես դասը։ Հետևություն անելու չէ, դասը սովորել է պետք։ Պարոն Բաբայան, հաղորդումը փակում ենք 10 բլից հարցով։ Ձեզ հետ մի քիչ հյուրատուկ կլինի։ Գիրք թե ֆիլմ։ Գիրք։ Բեմ թե հեռուստատեսություն։ Բեմ։ Լռություն թե երաժշտություն։ Լռություն։ Դասական թե ժամանակակից արվեստ։ Ժամանակակից։ Լսել թե խոսել։ Լսել։ Լավատեսություն թե իրատեսություն։ Իրատեսություն։ Ավանդույթ թե նորարարություն։ Նորարարություն։ Դառը ճշմարտություն թե հաճելի սուտ։ Դառը ճշմարտություն է։ Առաջնորդել թե հետևել։ Առաջնորդել։ Հեղինակություն թե ժողովրդականություն։
Հեղինակություն։ Եվ մեկ նախադասություն առանց ֆիլտրի ուղերձ ժողովրդի։ Պարոն Բաբայան։ Մենք տարբեր ենք եւ դա մեր հարստությունն է։ Եկեք սիրենք այդ տարբերությունը, հարգենք այդ տարբերությունը, գնահատենք այդ տարբերությունը եւ հպարտանանք այդ տարբերություններով։ Սրանք տարբեր մատեր են 5, բայց բռունց կարող են դառնալ միայն 5 տարբեր մատեր։ Եթե մենք պատկերացնենք, որ մեր ամենաուժեղ մատը որն է բութն է, եւ ձեռք կազմված լիներ 5 բութ մատից, դա երբեք բռունցք չէր կարող լինել։ Ուրեմն բռունցք ուժ կարող է լինել միայն մեր տարբեր վիճակների մեջ։ Շնորհակալություն, պարոն Բաբայան։ Ես եմ շնորհակալ։ Այսօր մեր հյուրն էր Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։